Դե արդեն պարզ էր, թե ինչից ենք խոսելու, սա ֆանտաստիկ ուսո արագածն է 2026, որը արդեն որերորդ տարին անընդմեջ համախմբում է ֆանտաստիկ տաղանդավոր մարդկանց։ Տեսանյութում նաև տեսանք մարդիկ, առանց որոնց անհնար է պարզապես պատկերացնել ուսո արագածը եւ այն ամեն տարի նաև հնարավորություն է տալիս ոչ միայն Հայաստանի տաղանդավոր տարբեր տարիքային երիտասարդներին, երաժիշտներին եւ նաև երկիր մոլորակի տարբեր անկյուններից հնարավորություն է տալիս գալ Հայաստան, տարբեր երաժիշտների ծանոթանալ Հայաստանի մեր մշակույթի հետ եւ իհարկե ներկայացնել իրենց։ Եվ անցնենք առաջ, լավ, հուլիսի 17-ից 19-ը Սևանում կայացավ ուսո արագած 2026 հեղինակային երգի միջազգային փառատոնի եզրափակիչ փուլը։ Ժանրը համալրվեց 18 նոր անուններով, իսկ հեղինակային երգի տոնը եւս մեկ անգամ կայացավ։ Փառատոնին մասնակցեցին արտերկրից ժամանած 10-ից ավելի հյուրեր։ Նրանցից ոմանք Հայաստանում էին առաջին անգամ, ի դեպ մենք հյուրընկալել էինք հենց Լատվիայի մասնակցին, եթե կհիշեք, եւ այսքան փառատոնի ամփոփման տեղի ունեցածի եւ իհարկե հյուրերից մեկի հետ կզրուցենք մեր տաղավարում։ Եվ այսպես մեր հյուրերն են փառատոնի հյուրերն են երգահան Բելգիայից Արթուր Բեզակը, բարի լույս, Օլա, hello, ուսո արագած հեղինակային երգի միջազգային փառատոնի ադմինիստրատիվ տնօրեն Լիլիթ Մարգարյանով կօգնի նաև հաղորդակցել մեր հյուրերին։ Բարի լույս։ Բարի ձեզ։ Խնդրեմ։ Լիլիթ, Սևանում ավարտվեց ուսո արագած 2026-ը որպես փառատոնի ադմինիստրատիվ տնօրեն, ինչպես կգնահատեք այս տարվա արդյունքները եւ արդյոք հեղինակային երգի տոնը ստացվեց այնպես, ինչպես պլանավորել եք։ Այո, տոնը միանշանակ ստացվեց եւ դա կփաստեն մեր բոլոր մասնակիցները եւ հյուրերը, դա մի նկարագրելի մթնոլորտ եւ այդ 3 օր է, որը մենք անցկացնում ենք միասին ու շատ մարդիկ նույնիսկ փաստում են, որ իրենք ապրում են փառատոնից փառատոն, այսինքն փառատոնը դեռ չավարտված, իրանք սկսում են կարոտել եւ սպասել մեր հաջորդ հանդիպմանը Սևանում։ Ուսո արագածը լավ հնարավորություն առաջին հերթին տալիս մեր հայ հեղինակ կատարողներին, երիտասարդներին, որոնց մենք պատիվ ենք ունեցել մեր տաղավարում հյուրընկալելու, այո, եւ այնպիսի երիտասարդների հետ ենք շփվել, որոնց հետ շփվելուց իրենց գործերը լսելուց միայն ապշել կարելի է ու այո, ապշում ես ինչպես կարելի է նման գործեր ունենալ ու այս ամենի մասին չխոսել, չբարձրաձայնել, բայց սա նաեւ լավ հնարավորություն է արտերկրում բնակվող տարբեր ազգի ներկայացուցիչներին գալ Հայաստան, առաջին հերթին ճանաչել Հայաստանը, մեր մշակույթը, պատմությունը եւ Արթուրը հենց այն մարդկանցից է, բայց Արթուրը 10-ից ավել հյուրեր ունենք, չէ՞, ինչպես նշվեց, Արթուրը նրանցից է, ով ունի հետաքրքիր պատմություն եւ շատ հետաքրքիր է հուսո արագածն է գտել Արթուրին, թե Արթուրն է գտել հուսո արագածը։ Կարծում եմ հիմա Արթուրը կպատմի, please tell your story how you came here. How I came here. And how you found Husou Aragaz. How you found us. It's a long story. Actually, when I was in Brussels, in Belgium, Arek contacted me. I didn't know him, and I never heard this name before. It's very different than the name in Belgium, Arek. So I was, who is this strange guy who contacted me? And he said, yeah, I want to have a drink with you, explain you something about music. And after he talked to me about this festival, and I asked him directly, is it because you know that my father is Armenian and you want that I go there and everything? And he said, no, I didn't know that. He said. I will translate this part. Yeah, okay. Արտուրին մի օր զանգահարել է Արեգ անունով երիտասարդ ըստ իր պատմածի, իսկ Արեգ Նազարյանը մեր ընկերներից է, նա նույնպես շատ հայտնի հեղինակ կատարող է, այս պահին ինքը Բելգիայում է ապրում։ Այդպես իրեն խնդրել էինք բելգիացի հեղինակ կատարող գտնել ու ինքը համացանցը թերթելուց Արտուրին է հանդիպել, ուսումնասիրել է Արտուրի էջը, գործունեությունը ու այդպես մտածել է, որ կարելի է այո հրավիրել իրեն եւ երբ զանգահարել է, հանդիպել են, Արտուրը հարցրել է արդյոք դու գիտես, որ ես հայ եմ ու եւ Արեգը շատ զարմացել է, քանի որ դա իրոք անակնկալ է եղել։ Այդպես And then he explained me all about the festival, and I was so happy to be invited and coming here because it's an opportunity also for me because I never came to Armenia and neither my father because he born in Istanbul. And after he didn't want to stay there, and he came to Belgium for working and make his life when he was 18 years old. And then, yes, for him it was an opportunity to come here at 79 years old for the first time. So it was, yes, I said, can I take my father with me? And I asked to the festival if it was possible. And they say yes. So I was so happy to come here for the music and also like to make
reconnected my father with his origins. Yes, Արտուրը պատմում է, որ իր համար ոչ միայն կարևոր էր այն, որ ինքը գալու եւ մասնակցելու է մի փառատոնի, որը ինչպես ինքը արդեն գիտեր, շատ հայտնի է Հայաստանում, այլ նաև իր համար դա հնարավորություն էր նաև բացահայտելու իր արմատները, իր նախնիների հայրենիքը, Արտուրի հայրն է իմիջիալուց այսօր մեզ հետ 79 տարեկան Թուրքիայում ծնված, որը որ հետագայում Բելգիա է տեղափոխվել եւ այդ հնարավորությունը փաստորեն հայրն էլ ունեցավ, որ Արտուրի հետ այցելի Հայաստան եւ ծանոթանա։ Սա այսինքն Արտուրի առաջին այցն է Հայաստանի հետ։ Այո, Արտուրի առաջին այցն է, նաև իր հոր առաջին այցն է, որը ամբողջությամբ հայ է իր արմատներով։ Այս տարի Finish or not? Yes. Sorry. Yes. Այս տարի ունեիք ավելի քան 10-ից ավելի հյուրեր արտերկրից, ինչ է տալիս միջազգային արտիստների ներկայությունը մեր տեղական ստեղծագործողներին եւ արդյոք սա նոր խթան է հեղինակային երգի հանրահռչակման համար։ Իհարկե, դրսի հյուրերի հետ շփվելը շատ մեծ փորձառություն է մեր մասնակիցների համար, այլ երկրների մշակույթների հետ փոխհարաբերվելը, ինչ որ բաներ բացահայտելը, որը միգուցե նորություն է իրենց համար։ Նաև ուզեմ անպայման նշեմ, որ օրինակ այս տարի մեզ մոտ հյուրակալվել էին երկու հյուր, մեկը Էստոնիայից, մեկը Լատվիայից, որոնք հենց իրենք են այնտեղ փառատոնների կազմակերպիչներ, ու անպայման նշեմ, որ իրենք նույնպես հիացած էին, քանի որ իրենք գիտեն դա ինչ ահռելի աշխատանք է փառատոնի կազմակերպումը, իրենք անընդհատ նշում էին, որ իրենք հիացած են այստեղի կազմակերպվածությամբ, հյուրընկալությամբ, այդ փառատոնի գաղափարով, որը իր մեջ կրում է փառատոնը, կոնցեպտով եւ այլն, դա մեր համար էլ է շատ կարեւոր, նախ մենք մեր աշխատանքին ենք կարողանում կողքի աչքերով նայել եւ իհարկե հետո փառատոնի Փառքը, այսպես ասած, սփռվում է ամբողջ աշխարհով եւ մյուս տարվա համար մեծ նորանոր մարդիկ են գրում, զանգում, առաջարկելով, որ մենք իրենց էլ հրավիրենք, ասելով, որ իրենք է շատ կուզեն ներկա լինեն, այսինքն այդ ալիքը, այո, գնալով մեծանում է, այո։ Շատ լավ։ Կանոն մեր իդ ժամանակը այդքան էլ շատ չէ, եւ մենք պետք է ունենանք հնարավորություն նաեւ վայելելու Արտուրի գործերից։ Եվս մեկ հարց, ես գիտեմ, որ փառատոն անկախ ամենից, որ նա մրցույթային չէ այդպես, որովհետեւ բոլորին գրավում է երաժշտությունը ու հենց տարբեր տաղանդրով մարդկանց հետ շփումը, բայց անկախ ամենից գոյություն ունեն անվանակարգեր փառատոնի ընթացքում, որոնցից ես կուզենայի մի քանիսին անդրադառնանք, արդյոք ովքեր են հաղթողները եւ արդյոք ինչ-որ նոր բացահայտումներ եղան այս փառատոնի ընթացքում։ Հաղթող որպես այդպեսին մենք չենք ունենում, մենք այդ հաղթողների կազմը սահմանել ենք որպես լավագույն տասնյակ, բայց դա ամենևին էլ 10 հոգի չեն, այս տարի ինչպես նշեցիք, 18-ն էին ընտրված, բայց փաստացի 17-ը մասնակցեցին, որոնցից 4-ը կատարողներ էին, այսինքն իրենք կատարում էին այլ հեղինակների գրված երգեր, բայց հեղինակային երգի ժանրում ամեն դեպքում, եւ 13-ը հեղինակներ էին, այսինքն իրենց երգի հեղինակն էին, բացահայտումներ, այո, կային, շատ պայծառ մեզ համար անակնկալ բացահայտումներ, կային նաև երիտասարդներ, ովքեր անցյալ տարիների տասնյակներից են եղել, բայց այս տարի նորից ցանկացել են իրենց երգը ներկայացնել եւ գալ մեզ հետ Սևան։ Շատ լավ, դե ինչ հնարավորություն տանք երբ Արտուրին կատարելու գործը, հետաքրքիր ինչ ստեղծագործությամբ է նա ներկայացել փառատոնին, ինչի մասին է եղել գործը եւ հիմա ինչ կլսենք իր կատարմամբ։ Can you tell what songs do you performed at the festival, what they were about, and now what song do you want What about your song? Perform here? In the festival, I choose to perform to start the performance with a song which is called Papa. It means Dad. It's a song that I released on the third album, and it's also the story of my family and all I wanted to say about my dad, and it's a homage also song. So I also play a song about freedom because when I defend my ideas is also about traveling. I like traveling. I make a world tour already with different artists of the world, and I try to unify the world with the music. It's like kind of a good energy I try to bring. And the song I will perform today that I choose is a song about living in the nature, about like van life and traveling and meeting new people and connecting together.
Փառատոնի ընթացքում Արտուրը կատարել է երգ, որը նվիրված էր իր հայրիկին, որի մեջ ամփոփել է այդ ամբողջ պատմությունը եւ այն զգացմունքները, որ ինքն ունի հայրիկի հանդեպ եւ իր ընտանիքի հանդեպ։ Նաեւ կատարել է մի երգ, որը ազատության մասին է, քանի որ ինքը շատ է ճամփորդում, շատ տարբեր երկրներում, շատ տարբեր մարդկանց հետ է շփվում, այդ գաղափարը ինքը կրում է իր մեջ։ Իսկ հիմա ցանկանում է կատարել մի երգ, որը ճանապարհորդելու մասին է եւ նույնպես ճանապարհի եւ ազատության, այո։ And it's in French, of course. Եվ երգը ֆրանսերեն է։ Ահա։ Տնացինք։ Okay. On a vendu la télé, toute la maison y est passée, le paiement du crédit, on oublie. Dans un valable ménager, l'instant c'est l'éternité, on roule au présent vers la vie. On peut se dire on a fait, et on n'a pas de mal, il ne nous manque plus rien aujourd'hui. Juste prendre l'air, sortir des écrans, des frontières, libre comme l'air, conduire sur les chemins de terre, s'offrir les montagnes, les déserts, libre comme l'air. Ce soir face à l'océan, on retrouve nos rêves d'enfants et on s'endort sous les étoiles. Si un jour on bat le nord, face à la vie, à la mort, on aura vu les aurores boréales. Le monde nous appartient aujourd'hui. Partir, juste prendre l'air, sortir des écrans, des frontières, libre de l'air. Conduire sur les chemins de terre, s'offrir les montagnes, les déserts, libre que l'air. Oh, 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 oh. On sera plus nombreux à tenter l'aventure et ça en vaut la peine si rien ne dure. Partir, juste prendre l'air, sortir des écrans, des frontières, libre comme l'air. Conduire sur les chemins de terre, s'offrir les montagnes, les déserts, libre comme l'air. Partir, juste prendre l'air, sortir des écrans, des frontières, libre comme l'air. Sur les chemins de terre, s'offrir les montagnes, les déserts, libre comme l'air. Բրավո։ Արտուր Բեզակն։ Bravo. Շնորհակալ ենք շատ։ Ես օրինակ այս գործը լսում եմ, դու էլ լսում չէ՞։ Այս գործը լսելու ընթացքում սենց եմ որ գնացի երկիր մոլորակի տարբեր երկրներ, տարբեր փողոցներ, բանուկ փողոցներ, որտեղ հանդիպում ես տարբեր մարդկանց ու ամենակարևորը այս երաժշտությունը, այս գործը եւս մեկ անգամ փաստում հիշեցնում է որ այս երկիր մոլորակում ամեն ինչ չէ որ կորցրած է, կա դրականը, կա էներգիան, կա ուժը ու հուսով եմ որ չգիտեմ այն գործից որը հույս է տալիս, այո, հույս է ներշնչում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Շնորհակալ ենք, շատ սիրուն գործեր։ He said that he traveled along the world during your song, so many countries, and understood that the concept of hope is very, very important. Yes, of course, yes. I think all human beings have to have this nature of hope inside them, and I think also this kind of festival it's connect people together. And when I realized in Armenia, and I think in Belgium, we don't have this, is that Armenian people are really connected to their roots and to the traditional songs, and this makes them very unified together. Because when we came back after the festival in the bus, everyone like knew the song, like even Yes. the young and the old.
saw all people together singing, so it very touched me deeply. Ես իհարկե հույսը շատ կարևոր է եւ նաեւ ինքը նշեց, որ Հայաստանում իրեն ամենաշատը զարմացրել է այդ մարդկանց միասնությունը, այսինքն բոլորը այո գիտեն իրար մասին, բոլորը գիտեն նույն երգերը, բոլորը շատ կապված են արմատներին եւ այդ նույնիսկ ինքը նշեց, որ հետ գալուց հյուրերը մեր միասին էին հետ գալիս ու բոլորը երգում են երգեր, որը բոլորը գիտեին եւ երիտասարդները եւ ավելի մեծահասակները եւ այդ փաստը շատ զարմացրել է Արթուրին։ Դե ցավոք սրտի սպառված մեր ժամանակը, բայց ես գիտեմ նաեւ որ Արթուրը հասցրել է առաջին անգամն է, Աստված որ սա լինի առաջին ու այն որ մշտապես նա գա Հայաստան իր ընտանիքի հետ եւ նա ունեցել է հնարավորություն զբոսնելու Հայաստանով, Երևանով։ Շատ կարճ է թե հնարավոր է, ինչն է իրան շատ դուր եկել ու ամփոփենք։ We hope that it's not your last time in Armenia and please in 2 words speak about your traveling and what you see, what you saw. Ինչն է տպավորել նրան։ I saw so many things with the car. My first trip in electric car, it was quite an adventure in Armenia. But we went to Novarank and until Goris. I hope I pronounced well the name of the cities. But yes, we met many old monasteries, and I also realized Armenia make me think like Earth maybe was at the beginning of creation, because there's not a lot of things. So I was very impressed by the quality and the energy of the nature. So I was also this really impressed me, and it is really what I love about Armenia. It's you have really a place very protected and untouched. In Europe, for me it's mess already. Արտուրը նշում է, որ Հայաստանը առաջին հերթին իրեն գրավել է նրանով, որ այն կարծես չկեղտոտված եւ մաքուր իր էության մեջ մնացած մոլորակ լինի, բնությունը, մարդիկ, այսինքն շատ բան չկա, միգուցե ինչ որ կա Բելգիայում, բայց կա ավելի կարևոր բան, որը այդ մարդկանց մաքրությունն է եւ բնության բարձրությունն է։ Վաու, շնորհակալ ենք շատ։ Դե ինչ, Հուսու Արագաստ 2026-ն ավարտվեց եւ մենք վստահ եմ կհանդիպենք Հուսու Արագաստ 2027-ի համար, եւ որը որ մշտապես իր շուրջ կհավաքի տարբեր տաղանդավոր մարդկանց ու կշփվենք նոր դեմքերի տարբեր երկրներից։ Իսկ մեր հյուրերն են փառատոնի հյուրը Բելգիայից Արթուրը Բեզակ եւ Հուսու Արագաստ հեղինակային երկի միջազգային փառատոնի ադմինիստրատիվ տնօրեն Լիլիթ Մարգարյանը։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք, մենք էլ ենք շատ շնորհակալ։ Merci։ Հանդիպում։ Մինչ հանդիպում ձեզ լավ օրենք մաղթում, մենք անցնենք առաջ, կրկին խոսենք երաժշտության մասին, կրկին ունենք տաղանդավոր հյուրեր, ովքեր որ սովորել ապրել են Ռուսաստանի Դաշնությունում, բայց կրկին արմատներով հայ են։ Մնացեք մեզ հետ։